ձեր տնտեսագիտության այսպես ունակությունները, գիտելիքները մեզ կօգնեն հասկանալ, ընդհանրապես նորմալ է Հայաստանի նման երկրում, որտեղ 100,000-ավոր մարդիկ ուղղակի սննդի խնդիր ունեն եւ ես հիշում եմ Մեսրոպ Առաքելյանը հրապարակել էր հետաքրքիր թվեր ապրելու երկիր կուսակցությունից 600,000-ից ավել մարդ չի կարողանում ըստ ծնդակարգի օրը մեջ միս օգտագործել 1 միլիոնից ավել մարդու համար 45,000 դրամ անսպասելի ծախսը անթույլատրելի է, այսինքն մարդը չի կարող կյանքում ունենալ իրավիճակ, որ ինքը չէր սպասում, բայց 45,000 դրամի ծախս է առաջացել եւ ինքը չի կարող սպասարկել այդ ծախսը, հիմա այս նման իրավիճակում մենք ունենք պաշտոնյաներ, որոնք ստանում են միլիոնավոր դրամներ, միայն պարգևավճար, խոսքը աշխատավարձի մասին չի։ Եվ տեսեք, մենք իմացանք, որ ամենամեծ պարգևավճարը ստացել է Նիկոլ Փաշինյանը, այսօր հետքներ գրել 14 միլիոն դրամ մոտ, 14 միլիոն դրամ, որը անում է $35,000, այսինքն սա ամերիկյան ամենալավագույն ընկերությունների top մենեջերների երևի աշխատավարձին ձգտող, այն էլ միանվագ, սա մի պարգևավճարի մասին է։ Ինչի մասին է, սա տնտեսագիտորեն հասկանալի է, ոնց կարելի է աղքատ հասարակության մեջ ստանալ այսպիսի պարգևավճար։ Ես կասեի, որ սա ոչ այնքան տնտեսագիտորեն է հասկանալի, ինչքան երևի ավելի շուտ քաղաքագիտորեն են առումով, որ գիտեք, ավտոկրատիան, այդ ավտորիտարիզմը ինքը թանկ հաճույք է։ Իսկ արդեն որ դիկտատուրան ինքը շատ թանկ հաճույք է, քանի որ եթե մենք պարզ տեսնում ենք, որ ավտորիտար բարքեր են արդեն տիրում, ավտորիտարիզմն է մեզ հաճախել, այսպես ասենք, ու շատ լավ հեղինակ կա, ընդհանրի մասին եմ խոսում, որովհետև շատ տպավորված է իր այդ հեղինակած գրքով, կոչվում է Dictator's Handbook, այսինքն դիկտատորի ձեռքի գիրքը, այսպես ասենք, որովհետև ինքը ներկայացնում է, թե ինչպես է հենց այդ դիկտատուրաներում, ավտորիտար համակարգերում համակարգն աշխատում։ Այսինքն այդ դեպքում, երբ որ ժողովրդի աջակցություն չունի ավտորիտար ղեկավարը, ինքը պետք է աջակցություն փնտրի ինչ որ էլիտաներում, ինչ որ ինստիտուտներում։ Իսկ դրա համար ինքը պետք է գող պահի այս մարդկանց։ Դրա համար են հենց այս պարգևավճարները։